Հասկանում եք, դա մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Հիմա մյուս հայտարարությունը ասեմ, երեկվա իմ հրապարակման մեջ ես նշել եմ, որ այս հայտարարությունից հետո պետքա ձերբակալություններ լինեն, բայց մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ նման բան չի կարող տեղի ունենալ, եւ քանի որ ես հետեւողական եմ լինում իմ գործունեությամբ, ես դատախազություն դիմում էի գրել։ Դիմում էի գրել տվյալ դեպքի առթիվ, որ քրեական գործ հարուցեն։ Քրեական գործ չեն հարուցել, որովհետև այդ դիմումի մեջ կար Տիգրան Ավինյանի անունը։ Ժողովուրդ ջան, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը չհարուցելու, մերժելու դիմումն է, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը նախաձեռնել են։ Գիտեք, այս երկու ծրարի մեջի բովանդակություն իմ հանցագործության մասին այդ հաղորդումը ինչով է տարբերվում։ Մի բանում նույն բովանդակությամբ ուղղակի առանց Տիգրան Ավինյանի անուն ազգանունը հանել եմ։ Այսինքն այս երկու ծրարի մեջ իմ երկու հաղորդումները նույն բովանդակությամբ են, նույն իմաստն են, նույն շարադրանքն է, ուղղակի մեկի մեջ կա Տիգրան Ավինյանի անունը, որի առթիվ քրեական գործ չեն հարուցել, Տիգրան Ավինյանի անունը հանում եմ, քրեական գործը հարուցում են։ Այդ Տիգրան Ավինյանի անունը մանդատ է, պողպատ է։ Իհարկե Տիգրան Ավինյանի անունով ու քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Բա հիմա բաց չի, որ Տիգրան Ավինյանին չեն ձերբակալի։ Ու հիմա ավելի հստակեցնեմ։ Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ միջադեպը, որովհետև ինչ էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետի ձերբակալության հիմքերը։ Առաջին թույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա, հասարակական շինություն։ Եվ ըստ մամուլի հրապարակած քննչական կոմիտեի մի խոսքով տեղեկատվության եմ հայտնում էլի, օրինականացնելու համար, այսինքն կներեք, ու այդ շինությունը, որը կառուցվել է, ենթակա է քանդման։ Քանդման ենթակա շինությունը փորձել են օրինականացնել, չի ստացվի եւ այլ այտենց այդ դեպքի ձայնագրությունների հիման վրա ձերբակալել են։ Այսինքն տվյալ գործի պարագայում կար ըստ հրապարակած տեղեկության կաշառք ստանալու գործառույթ, սենց։ Իսկ տվյալ դեպքում նույն բանն է Տիգրան Ավինյանի կողմից նույն համայնքապետը, քաղաքապետը, այսինքն բերեք տարբերություն չդնենք, տարբերություն նրանում է մեկը ընդդիմադիրը, մեկը ԿՊ-ի սրտի քաղաքապետն է, նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանինը, չի քանդում, ժողովուրդ ջան, խի չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում, ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Ու տվյալ դեպքում, ժողովուրդ ջան, այդ գյուղամթերքի շուկան կառուցվել է կեսից շատ հողատարածքը համայնքային հողատարածքի վրա։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն, իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչքան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը։